Դերասան Էրվին Ամիրյանն այն հազվագյուտ արտիստներից է, ում յուրաքանչյուր հայտնվելը էկրանին դառնում է հիշարժան և սիրված հեռուստադիտողի կողմից։ Նրա կերպարներն ընդունվում ու սիրվում են միանգամից։ Այժմ դերասանը նկարահանվում է Ելենա Արշակյանի «Մարիա» սերիալում, կրկին ի ցույց դնելով իր կերպարային բազմազանությունն ու դերասանական վարպետությունը։ Ի դեպ, սա առաջին անգամը չէ, երբ նա համագործակցում է Ելենա Արշակյանի հետ։ Նրանց ստեղծագործական համագործակցությունը տարիների ընթացքում պարգևել է հայ հեռուստադիտողին բազմաթիվ հիշարժան դերեր ու հուզիչ պահեր։ Էրվին Ամիրյանի արվեստը գնահատողներին ու երկրպագուներին հետաքրքրում է, թե ով է այն երջանիկը, որ կարողացել է գրավել սիրված դերասանի սիրտը, ով է նրա սրտի տիրուհին։ Գոհար Մալչյանը, Էրվինի սիրելին, անկեղծորեն մեզ հետ զրույցում պատմել է իրենց սիրո պատմության, փոխադարձ նվիրվածության և այն ամենի մասին, ինչը դարձնում է իրենց հարաբերությունն ամուր ու բացառիկ։ Մեր այն հարցին, թե ինչպես եք ծանոթացել դերասանի հետ, Գոհարն ասում է, որ իրենց ծանոթությունը սկսվել է դեռ 2021 թվականին։ Այն ժամանակ պարզապես ծանոթներ են եղել, բայց ինչպես շատ գեղեցիկ պատմությունների դեպքում է լինում, ամեն ինչ փոխվում է 2023 թվականին, երբ նրանց հարաբերությունը վերածվում է սիրո պատմության։ Ինչն էր առաջինը, որ ձեզ գրավեց նրա մեջ։ Առաջինը իհարկե արտաքինն էր, իսկ հետո գրավեց ինձ Էրվինն իր բնավորությամբ, շատ նվիրված ու անկեղծ մարդ է։ Ինչպիսին է նա իրական կյանքում, բացի էկրանին երևացող կերպարից։ Կլինեմ անկեղծ, Էրվինն իդեալական մարդ է, ասում է Գոհարը։ Նրա խոսքերով Էրվինը լավագույն որդին է, հրաշալի հայր, հուսալի ընկեր ու սիրող զուգընկեր։ Էկրանին հաճախ խիստ կերպարներով հանդես եկող դերասանը կյանքում շատ մեղմ է, համեստ ու ջերմ։ Էրվինն իսկապես բացառիկ մարդ է, ես ամեն օր շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ իմ սիրելիին։ Ինչպես եք վերաբերվում նրան, որ ձեր սիրելին հանրային անձ է հարցին, Գոհարն ունի իր պատասխանը։ Միանշանակ շատ լավ եմ վերաբերվում, չէ՞ որ երբ ծանոթացել եմ Էրվինի հետ, նա շատ հայտնի ու սիրված էր։ Ես միշտ հիանում եմ այն փաստով, որ նա այդքան սիրված է հանրության կողմից։ Դիտում եք նրա մասնակցությամբ բոլոր սերիալները կամ ներկայացումները։ Չկա որևէ ներկայացում, ֆիլմ կամ սերիալ, որ չդիտեմ, ասում է Գոհարը։ Նշում նաև, որ կան անգամ ներկայացումներ, որ 10-ից ավելի անգամ է դիտել։ Շատ հաճախ անգամ իմ էջում կիսվում եմ Էրվինի մասնակցությամբ ներկայացումների կամ ֆիլմերի ինֆորմացիայով, միշտ հիանում եմ նրա կերտած կերպարներով։ Որ կերպարն է ձեզ ամենաշատը դուր եկել նրա խաղացանկից։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք, գիտեք, սիրում եմ բոլորը, բայց ամենաշատը հավանել եմ նրա կերպարը մեր «Թաղի տղերքը» սերիալում՝ Մակիչ Մալայան։ Իսկ թատրոնում իմ սրտի ներկայացումն է «Լյուդի զվերի обстоятельства», որտեղ Էրվինը ֆանտաստիկ կերպով է խաղում։ Այս ներկայացումն իմ սրտում միշտ կլինի։ Ինչպես եք հաղթահարում զբաղված գրաֆիկը և ժամանակ գտնում միմյանց համար։ Երկուսս էլ շատ զբաղված գրաֆիկ ունենք, բայց ամեն օր միմյանց համար ժամանակ ենք գտնում։ Էրվինը ներկա պահին բավական զբաղված է, բայց միշտ ժամանակ գտնում է, որ միասին լինենք ու հաճելի էֆեկտիվ օր ունենանք։ Որն է ձեր հարաբերությունների ամենաուժեղ կողմը հարցին, Գոհարն ունի իր պատասխանը։ Մենք ֆանտաստիկ ընկերներ ենք առաջին հերթին։ Հարաբերություններում շատ կարևոր է նաև լինել ընկերներ։ Ցանկացած հարց քննարկում ենք միասին։ Միշտ շատ անկեղծ ենք իրար հետ։ Սերն ու ընկերությունն այն ուժն են, որ էլ ավելի են ամրացնում մեր հարաբերությունները։ Նախկինում նա ամուսնացած է եղել։ Ձեր հարաբերության սկզբում այդ փաստը ձեզ չէր վախեցնում հարցին, Գոհարը պատասխանել է. Չէ, իհարկե չէր վախեցնում։ Նախկին ամուսնությունից Էրվինն ունի 3 հրաշք բալիկ ու ես իրենց շատ եմ սիրում։ Եթե ընտրում ես մարդուն ու որոշում ես անցնել նրա հետ ճանապարհ, ուրեմն պետք է անցյալն ընդունես, հակառակ դեպքում միասին ապագա չեք կարողանա կառուցել։ Ինչն է ձեզ ստիպել վստահել նրան, անկախ նրա անցյալից։ Ես մեր հանդիպման առաջին օրվանից վստահել եմ նրան։ Նրա անկեղծությունն իհարկե ինձ մոտ առաջացրեց վստահություն։ Բացի այդ, եթե մարդուն չես վստահում, ուրեմն էլ ինչ գործ ունես նրա կողքը։ Իսկ մեր հարաբերություններում վստահությունն արժեքավոր տեղ է զբաղեցնում։ Ինչն է ձեզ ամենաշատը հիացնում նրա մեջ հարցին, Գոհարը պատասխանել է. Ինձ հիացնում է հենց Էրվինն իր ամբողջությամբ։
Անկեղծ եմ ասում, իդեալական մարդ է, տաղանդավոր արտիստ, ով իր խաղով ամեն անգամ նորից ու նորից հիացնում է, սիրող մարդ, ում ես ամեն օր նորից եմ սիրահարվում, Էրվինն իմ գտնված երազն է։ Ինչ եք մտածում, երբ նրան տեսնում եք սիրային տեսարաններում, դժվար չէ՞ դիտել։ Չէ, իհարկե դժվար չէ, սիրային տեսարանում հանդես է գալիս նրա կերտած կերպարը, ոչ թե Էրվին Ամիրյանը, կերպարը կարող է շատերի հետ խաղալ, բայց Էրվին Ամիրյանի կողքին միայն ես եմ, ում նա ընտրել է որպես իր սիրած մարդ։ Սա պարզապես մի սիրո պատմություն չէր, այլ օրինակ այն բանի, թե ինչպես են փոխադարձ հարգանքը, վստահությունն ու անկեղծ սերը կարողանում համատեղել, գոյակցել հանրային կյանքի, անցյալի փորձառությունների և ստեղծագործական ճանապարհի հետ։ Էրվինն ու Գոհարն իսկապես ոգեշնչող զույգ են։